Ողջույն բոլորին, այսօր ես շարունակում եմ պատմել իմ Ալյասկա մեկնելու պատմությունը, փորձելով խոսել գրագետ, առանց օտար բառերի եւ առանց էերի։ Ուրեմն, հենց ծրագրից արդեն պարզ է դառնում իմ հյուրընկալ ընտանիքի գտնվելու վայրը, որը Ալյասկայում էր, ինձ մոտ մեծ կասկածներ են առաջանում այնտեղ մեկնելու կամ չմեկնելու հարցում, որովհետեւ ես մարդ եմ, ով ահավոր շատ չի սիրում ցուրտ իհանակ։ Ու պատկերացրեք, Ալյասկայում գրեթե ամբողջ ժամանակահատվածը, որ ես այնտեղ եմ եղել, ձյուն է եղել։ Դա ինձ համար ամենաառաջին պայմանն էր, որի համար, որ ես պատրաստ էի չգնալ ուղղակի։ Բայց հենց տեսա իմ հյուրընկալ ընտանիքի նկարները, սկսեցի ուսումնասիրել իրենց սոցիալական հարթակները, ինձ մոտ մի փոքր հանգստություն եկավ ու չգիտեմ, անկեղծ չեմ կարող բացատրել, թե ինչի այդքան վստահ որոշումը կայացրեցի, որ գնալու եմ։ Իմ հյուրընկալ ընտանիքը պարզ դարձավ իմ մեկնելուց մոտ 10-ից 20 օր առաջ, բայց ծրագրում դեպքեր են լինում, երբ մասնակիցները կարող են իմանալ իրենց հյուրընկալ ընտանիքին ամիսներ առաջ կամ նույնիսկ 1 օր առաջ։ Դա այդքան էլ իրենից խնդիր չի ներկայացնում։ Հետո հենց սկսեցինք ես ու իմ հյուրընկալ ընտանիքը արդեն խոսել, գրել միմյանց, չգիտեմ, ինչ որ ջերմ հարաբերություններ ստեղծվեցին առաջին իսկ վայրկյաններից, դրա համար ես որոշեցի, որ ես կփորձեմ ու կգնամ։ Եթե ինչ որ բան ինձ այնտեղ դուր չգա, համենայն դեպս ես կարող եմ հրաժարվել ու հետ վերադառնալ Հայաստան։ Իրականում կարող եմ ասել, որ դա իմ լավագույն որոշումներից էր, որովհետև ես ունեցել եմ հիասքանչ տարի այնտեղ, իրենք մաքսիմալ ջերմ, մաքսիմալ չեմ, հնարավորինս շատ ինձ աջակցել են, վերաբերվել են որպես ընտանիքի անդամ, որպես իրենց երեխա ու ես շատ շնորհակալ եմ։ Անկեղծ չգիտեմ էլ ինչ կարող եմ պատմել, բայց փորձեմ գտնել հետաքրքիր պատմություններ այնտեղից, իսկ դուք մեկնաբանություններում կարող եք գրել հարցեր, որոնք ձեզ հետաքրքիր են, սիրով կպատասխանեմ։ Առայժմ